Շարունակում ենք ծրագիրը եւ ինչպես խոստացել ենք, ինչպես Արուսյակը ասաց, արդեն ինձ է միացել վերլուծաբան Արմեն Չիբորջյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Այսօր կարելի ասել Պուտինը մի փոքր խոստովանություն արեց, կարծես խոստովանեց, որ ասելով, որ արդյունաբերական եւ ենթակառուցվածքային օբյեկտներին ուկրաինական հարվածների հետևանքները զգալի են։ Առաջանկայում լուսոնիքը նման բան ասի, բայց ոչ կրիտիկական։ Ձեր կարծիքը այս մասին։ Ինքը նաև ասեց, որ Պարոն Չիբորջյան, այդպիսի հետևանքներ չունեն։ Հենց այստեղ մի հատ էլ հետարքիր բառ օգտագործել, որ կրիտիկական չեն կարողանան դրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ դրանք վնաս են հասցնում մեզ։ Մենք դա տեսնում եւ հասկանում ենք։ Տեսնում ենք։ Այդ էլ չտեսնես, որ վառվում է Մոսկվան աչքերի տարած։ Բայց ինքը ուզեցավ ներկայացնել այդ ամեն ինչի մեջ, այսինքն հիմա եկեք հասկանանք ինչի ընդունեց եւ ինչի տես ձևակերպեց, որ դրանք այդպիսի տենց անդառնակ, այդ ինչ որ տենց շատ մեծ հետևանքներ մեր համար չունեն եւ այլն։ Պրոբլեմը հետեւյալն է, որ հիմա ընտրություններ, եւ մարդիկ սկսում են հասկանալ, տեսնել իշխանության, այսինքն սուտը իշխանության սկսեց բացահայտվել, մարդիկ տեսնում են կտրվածությունը իրականությունից կամ այն իրականությունը, որ փորձում է իշխանությունը ներկայացնի, ալտերնատիվ իրականությունը, այսինքն մարդիկ մտնում են, ասում են, իսկ կարող է արդեն սկսեն մտածել մարդիկ կամ ինչպես մենք ենք կարող է Դոնբասը 8 տարի չէին ռմբակոծել ուկրաինացիները։ Իսկ միգուցե կարող է ուկրաինացիները ճիշտ էին ասում, որ մեր զորքերը մտել էին Դոնբաս, իրանք ոչ թե իրանք ժողովրդին էին ռմբակոծում, այլ մեր զորքերին էին պատասխան տալի, որտեղ իրանք տարածք էինք մտել։ Իսկ տարական հարցերը, որ այսպես շատ արագ իրականությունը հետ է գալի, բայց մասշտաբայնությունը արդեն այնքան է մեծանում, որ չընդունել հնարավոր չի։ Ես կարծում տեսել եք, եթե ռիլզներ նայողներ կան, սիրունք, չգիտեմ, կամ կարակները, չեմ ասում հետևողներին, կարակները, բենզինի հերթերը Մոսկվայում բենզինի հերթեր են կիլոմետրանոց, մարդիկ այսպես Գիտես ինչ անում են, եւ պետք է պատկերացնել, թե Մոսկվայում այդ վիճակն է, ուրեմն ծայրամասերում ինչա կատարվում, որ ոչ տեսնում ենք, ոչ այո, որտեղ մի պահ ինչ էին անում, ծայրամասերից բերում էին Մոսկվա։ Միշտ էլ այդպես ա եղել։ Ուտելիքից սկսած, Մոսկվա ամբողջ գալիս էր կենտրոն, 10% Ռուսաստանի բնակչության կենտրոնացած է, պատկերացնում եք, ահռելի տարածքը, ու 10% Ռուսաստանի բնակչության կենտրոնացված է Մոսկվայում։ Եվ բնականաբար իրենք սկսում են արդեն հասկանալ, որ թաքցնելը հարցերը առաջացնելու, արժևում ընտրությունները, այնտեղ իրենք բոլորը թողեցին միայն պատերազմը սատարող կուսակցություններին, որ մարդիկ տարբերակ չունենան ուրիշին ընտրելու։ Հիմա այդպես Արմեն հետարքիր էր ախր այդ յաբլկան ոչ Պուտինի դեմ բաներ էր խոսում, ընդամենը ասում էր, որ խաղաղություն չենք ուզում պատերազմ ընդ որում այդ ծրագրի մեջ էլ, որ դուք ուշադրություն դարձնեք, իրանք միշտ խոսել են, գիտեք ինչ տիպի այդ խաղաղության մասին։ Ավելի շատ Պուտինի պայմաններով խաղաղության մասին։ Ուղղակի այդ խաղաղություն բառը իրանք այսպես իրանք հասկացան, որ մարդիկ արդեն այն կետերը չեն նայում էլ։ Իրանք ասում են պետք է կանգնեցնել, բայց այնտեղ արդեն կանգնեցնելու պայմանների մեջ իրանք միշտ ասում են պետք է Ուկրաինան լավ մտածի, արժիշա, այսինքն կամաց Պուտինի վրից գցում էին այնտեղ, բայց էականը դա չի, մենք բոլորս հասկանում ենք, այսինքն կոնտեքստը բոլորի համար պարզ էր, որ Յաբլոկոն այդ ամեն ինչը գրել է, որովհետև այսպես ասում վախում են կամ հրամանների չի եւ այլ։ Եվ իրականում արդեն այնքան վատ է վիճակը, որ կոպիտ ասած Թրամփն է հասնում իրանց այսպես առումով, ասենք, վատ առումով օգնության, որովհետև հենց Ուկրաինայում ստեղծվում է ինչ-որ մի հատ իրավիճակ կոնֆլիկտային, Միացյալ Նահանգները ցավոք սրտի, չգիտեմ, կամ Եվրոպական միությունն էլ հետ այնտեղ ուրեմն փորձում է օգտվել արդից։ Ու չեմ հասկանում ինչն է միտքը, այսինքն որքան հասկանում եմ նախագահ Զելենսկիից արդեն սկսել են վախենալ իր մաքսիմալիստական, այսինքն եւ ամուր դիրքորոշումներ, այսինքն նա ոչ թե մաքսիմալիստական, ասենք մաքսիմալիստական չէ, անզիջում, այսինքն ինչ որ պահից են կողմ ինքը ինչ որ կարմիր գծեր ունի, որ կարմիր գծերից մի միլիմետր այսքան չի ցանկանում նահանջել, ընդ որում չեմ էլի շատ ազիջում, ասում եմ ինչ որ վերցրել եք այս պահին, ոչ մի բան ոչ միտեղ չեմ ճանաչել, մոռացեք որ հիմա կճանաչեմ Ռուսաստանի կազմից, հիշում եք այդ անկորինջի ոգին, որ ասում էին դրա մեջ ինչ էին նաև շշուկները պատտվում, թե բա իբր անկորինջում Թրամփը նաև ասել է որ Պուտինին բանը մենք Ռիմն կճանաչենք եւ այլն, այսպիսի բան, չնայած Ռուբիոն ասաց որ այդպիսի բան չկա, միջև հիմա այդ անկորինջի ոգուց կախված ման են գալի, չնայած ամերիկացիք ասացին որ այդպիսի բան չկա։ Հիմա այդ արկիր բան է տեղի ունենում Ուկրաինայում, այս ֆոնի վրա, ուրեմն պետքա մեր հետևորդներն էլ հասկանան, այնտեղ ստեղծված են երկու անկախ մարմիններ, որոնք վերահսկում են իշխանություններին, պետական մարմինները եւ այլն,
Այսինքն կարծես թե ալտերնատիվ քննչական մարմիններ են, որոնք կարողանում են մեղադրանքներ նախագահին չեն ենթարկվում։ Այ դա իրոք, այսպես ասում է, բայց ցավոք սրտի դրանք ստեղծվել են արևմուտքի հովանավորությամբ եւ ցավոք սրտի արդեն նմանվում է պատվերի, որովհետեւ ինչ որ արդեն գիտեք այդ Ֆյոդորովի հետ կապված պատմությունը Ուկրաինայի պաշտպանության նախարարի, երբ որ ժողովուրդը իրեն սատարում էր, իրեն հանեց Զելենսկին պատճառաբանելով, որ չի կարելի, ասենք, լավ ինքը IT-շնիկ է, լավ խելացի տղա է, բայց պաշտպանության նախարարությունը բան չի է, այնտեղ գլխավոր շտաբն ու բանը իրար միս կրծեն։ Դա համար երկուսին էլ ազատ է պաշտոններից, որքանով էլ Ֆյոդորովի իր թիմակիցներ, եւ ցավոք սրտի հերթական անգամ տեսնում ենք, որ ամերիկացիները արագ բռնեցին Ֆյոդորովին, անգամ կանչեցին ամերիկյան մամուլին հարցազրույց տվեցին, եւ հետաքրքրական է, որ ես որ տեսա երիտասարդ եւ ըստ ամենայնի շատ խելացի տղա էր խոսքը խելացի է, բայց ինքը քննությունը չանցավ ցավոք սրտի։ Այո, շատ մեծ օգուտ կարար տար, ընդ որում եթե հիմա համաձայնվեր Զելենսկու պայմաններին սուսուփուս, ես ենթադրում եմ, որ որոշ ժամանակ հետո իրեն կարող է վերականգնել պաշտպանության նախարարի, բայց ինքը ընկավ ուրեմն ոմանց խելքին, իրան ցեցին օգտագործել, հիմա իրան փորձում են օգտագործել ուրեմն Զելենսկու դեմ օպոզիցիա ստեղծելու համար, հիմա եւ ասել էր, չէ, ընտրություններ են։ Եվ ակնարկեց, որ ընդ որում մինչև այդ ինքն էր ասում, որ չի կարելի ընտրություններ անցկացնել, հիմա չգիտես ինչ ինքը որոշեց, որ պետք է մտածել արդեն ակնարկներով է խոսում։ Դա արդեն Պուտինի լրիվ նարատիվն է, էլի, որ ընտրությունները ավելի շատ, այսինքն այստեղ չասենք Պուտինի, ավելի շատ ոնց որ թե ԱՄՆ ադմինիստրացիայի հոտնագալի, որտեվ այդ միանգամից Ֆյոդորի հանդեպ ԱՄՆ մամուլի ուշադրությունը եւ մեկ էլ ինչ էս գիշեր Նաբուն ու Սաբը այդ իրանց անկախ հետաքննական մարմինները, հակակոռուպցիոն մարմինները ինչ որ էլի ինչ որ ֆորեստ կամ անվամբ քրեական գործ են ինչ որ հորին ու մարակ ոտի վրա կոռուպցիոն մեծ սխեմաների հետ կապված, ընդ որում նախորդ գործերի հետ կապված էլ, որքան ես հասկանում եմ, Երմակին հանեցին, ընդ որում Զելենսկին միշտ բան էր անում, հանում էր։ Երմակին հանեցին, հետո ինչ որ ուրեմն իհարկե ոչ ամբողջը, բայց այդտեղ բաներ կա, որ միջի հիմա նորմալ ապացույցները չեն ներկայացրել։ Ուղղակի ավելի շատ նմանվում է, որ Նաբունուսով ավելի շատ քաղաքական աղմուկ են անում։ Ու այնքան չգիտես ոնց պատահական համընկավ Ֆյոդորովի հայտարարությունը ու սրանց նախագահի օֆիսի հետ կապված եւ տարբեր պաշտոնյաների հետ կապված նորից կոռուպցիոն կասկածները, ինչ որ մեղադրանքները, որոնք արդեն կասկածում են, որ էլի երկար ժամանակ ինչ որ բաներ չի ներկայացվել, ուղղակի մի հատ աղմուկի համար որոշեցին Էլիզե, այսինքն կարծես թե հիմա տպավորությունը, որ ինչ որ բոլոր կողմերից են Զելենսկու դեմ աշխատել, ինչը խելամիտ չի, ես կարծում եմ, այս իրավիճակում ինչ որ տարօրինակ եւ վատ հոտ է մառնում այս ամեն ինչից, չնայած վստահ եմ, որ գիտեք ինչի վրա եմ զարմանում, Զելենսկու ամրության վրա եւ վստահ եմ, որ Զելենսկին ուրեմն այս իրավիճակի տակից է դուրս կգա եւ դրանից հետո արդեն չեն կարող իր այդ հաշվի չնստեն։ Այսինքն ավելի շատ են հաշվի նստելու, որտեղ բնակչության մեծ մասը եկեք հասկանանք, որ ընդամենը 38%-ն է սատարում ինչ որ տարբերակ գտնել պատերազմի ժամանակ ընտրություն անցկացնելու։ Չկա այդպիսի տարբերակ, լավ 38%-ը դա մեծամասնություն չի։ Այսինքն մինչև հիմա ստիլ Զելենսկին ունի մեծամասնություն։ Չի ցանկացած երկրի համար պատերազմական իրավիճակում ինչ որ ընտրություններ անցկացնել։ Հիմա մեզ մոտ գովազդ կվերադառնանք ու շարունակենք զրույցը Արմեն Չիբխչյանին։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին, մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ, սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ, ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ, լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում, Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։
Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբոկչյանի հետ։ Արմեն, դե իհարկե չեն կարող չխոսել Իրան-Միացյալ Նահանգների հարաբերություններից, այսօր իմ ուշադրությունը գրավեց այն փաստը, որ առայժմ Իրանը զգուշացնում է, որ կարող է ներողություն հարվածել Եվրոպայում Միացյալ Նահանգների, ուրեմն ռազմաբազաներին կամ այդ եւ մանավանդ Բուլղարիային, ով թույլ է տվել ամերիկյան ինքնաթիռները վերալիցքավորվել իրենց սահմանում Իրանի վրա հարձակվելու համար եւ Կիպրոսի անունը նշվեց։ Պետք է ենթադրել, որ անկյունը ընկած Գազանի նման մենք փորձում ենք ընդհանրապես այդ խնդրը մեծացնել, որպեսզի համաշխարհային ուշադրություն գրավի եւ ստիպի այդ երկրների զերծ մնալ, չօգնել Միացյալ Նահանգներին եւ այլն։ Բայց գիտեք ինչ, մեծ հաշվով Եվրոպան եւ Եվրոպական միությունը, այսինքն եթե ինչ որ սատարեցին, ապա շատ չնչին, մեծ հաշվով ավելի շատ քննադատեցին, մերժեցին, քան սատարեցին։ Եվ ըստեղ Իրանի ռեժիմը իրան պահում է դասական տերորիստների պես սպառնալ բոլորին, որ բոլորի տարածքներին կհարվածի դե լավ, ասենք այդ արդեն իրոք դուք շատ ճիշտ նշեցիք, ասում են վիրավոր գազանի պես արդեն այն ընտրություն չունի։ Անկյուն նետված առնետի պես, որտեղ շատ լավ հասկանում է, որ շուտով ընտրություններ է, հետո մի մոռացեք, իրանք տվայտվում են, ախր էլի շատերը չեն պատկերացնում։ Այո, Միացյալ Նահանգները խնդիր ունեցավ, իրանք չէին հաշվարկել, որ Իրանը չի հանձնվի այսպես, որտեղ իրանք մտածում են, դե իրանք տրամաբաններ են, չէ, հաշվում են։ Լավ, եթե ես փակենք, ես խփենք, ես վերացնենք, այսքան Սուզանա ունենք, կրակենք, չեն դուրս գա, կոպիտ ասացա, պետք է հանձնվեն, բայց չհանձնվեցին։ Ամեն դեպքում իրանք այդպես մտածում էին, որ դե պլան ունեն, լավ չհանձնվեն, կտանք կոչնչացնենք սա նավթային ենթակառուցվածքները, այո, կարող է տարածաշրջանում քաոս լինի, լավ, ենթադրենք երկար մեկը համաշխարհային պատերազմի սիրախաղն է գնում, ասեն նախապատրաստական փուլն է գնում, իրանք դրան էլ են պատրաստ, բայց իրանք պատրաստ, բայց դա շատ ռադիկալ մեթոդ է, Միացյալ Նահանգներն հասկանում, որ դրանից հետո տարածաշրջանը կընկղմի երկարաժամկետ ոչ ստաբիլ վիճակի մեջ, այո, իրենք էլի կարան այդ կառավարելի քաոսը, ես միշտ ասել եմ, իրենք միշտ պահում են դա իրենց մտքում։ Այսինքն դա վերջին տարբերակն է, որ իրանք կօգտագործեն միանշանակ իմ պահավորությամբ, բայց հիմա իրանք փորձում են չշտապել։ Ես կարծում եմ, որ պատերազմը անխուսափելի է էլի։ Իսկն չի իհարկե Իրանը մի բան է հասկանում, կա մի տարբերակ։ Եթե Միացյալ Նահանգների ընտրություններում երկու պալատն էլ տաս դեմոկրատներին, իսկ մենք հիմա գիտենք այնտեղ դեմոկրատներ ասած մենք այնտեղ ունենք իրավիճակ մի քիչ վտանգավոր, որովհետեւ ես այսօր նայում եմ բավական ֆեյվորիտ են դեմոկրատները երկու պալատում էլ մեծամասնություն ունենալու լրջորեն։ Այո, ճիշտ եք նայել, որովհետեւ իսկն Իրանի վերջին հույսը ինչ է, վարկաբեկել Թրամփին այնքան, որ հասնի գործը իմպիչմենտի։ Եվ հետաքրքիր մի բան ձեզ ասեմ, ուրեմն CNN-ը 4 տարբերակ էր հաշվարկել, թե որ տարբերակով ավելի հավանական Թրամփը կարող է ընտրվել, այսինքն ընտրությունները կանցնել, midterm elections-ը կանցնել։ Ուրեմն ինչը առաջի, ուրեմն ըստ տոկոսների գալիս էր։ Ամենացածր տոկոսը այն է, որ ենթադրենք դեմոկրատները ասենք կվերցնեն ենթադրենք սենատը, մոտարպես հանրապետականները պալատը, հաուսը, այսինքն, երկրորդ տարբերակը այն է, որ ամենաանհավանական տարբերակներն եմ ասում։ Երկրորդ ամենաանհավանական տարբերակը այն է, որ դեմոկրատները, հանրապետականները նորից կվերցնեն երկու պալատա, այսինքն դա ամենաանհավանականների մեջ է։ Ավելի շատ հավանական, այսինքն հիմա մոտենում ենք երկու ամենահավանականներին։ Երկու ամենահավանականները, որ դեմոկրատները կպահեն ուրեմն հաուսը, այսինքն դեմոկրատները կոնգրեսը կվերցնեն, բայց սենատում հանրապետականները կպահեն մեծամասնությունը։ Եվ հիմա խնդրում եմ ինձ ասեք, ըստ ձեր գուշակեք, որն է ամենահավանական տարբերակը, որը 50%-ից ավել է։ Երկուսն էլ դեմոկրատները կվերցնեն։ Բայց այստեղ կա իրավիճակ, նախ էլի եկեք այս շատ էս բան չանենք։ Մինչև նոյեմբեր ժամանակը, այո, այնտեղ հարց կա։ Հիմա արդեն քննարկում են նավթ գազի գինը, ասենք սկսած ամենացածր դե նահանգներ կան, որ թաքսերը քիչ է, մենք Կալիֆոռնիայով չենք ասում, որովհետև Կալիֆոռնիայում գիտեք ինչ գները։ Եկեք վերցնենք Ամերիկայում 3.50-ից ավել կլինի գալոնը, $3.50-ից ավել կլինի գալոնը ընտրությունների նախաշեմին, թե ավելի ցածր է եւ prediction-ը այն է, որ շատ ավելի բարձր կլինի եւ 81% Իրանը ամեն ինչ կանի դրա համար, որ իրեն բարձր մնա։ Այո, եւ այս պարագայում ես հիմա սաղ թվերը չբերեմ, այնքան մանրամասն բաներ են, տնտեսական, քաղաքականությունը, մարդիկ արդյոք ավելի լավ են ապրել, քան իրենց անցյալ, ոնց ասենք ճիշտ, հայրերը։ Նախկինում։ Հայրերը, չէ։
իրենց հայրերը։ Այսպիսի հետարքիր հարցում էր զարմացել է դե պատկերացնում եք ancestors Դա նշանակում է մենք առաջ են գնում parents and ancestors տենց է գալիս։ Այդ բարձր ճիշտ հարց է շատ։ Հա, ու հետարքիր է շատ։ Ես նայում եմ, ուրեմն բոլոր առումներով կատաստրոֆա է ռեյտինգը տնտեսական։ Բոլոր առումներով, բայց հետարքիր մի բան կա։ Երկու նյուանս կա։ Առաջին նյուանսը դա որ մարդիկ չեն վստահում նաև դեմոկրատական կուսակցությանը։ Այո, եւ իրանք ասում են way too liberal ասենք։ Այսինքն շատ են գնում դեպի Այո, եւ օրինակ դա Բայդենի բանով դա լրիվ բացեց սահմանները մի ահավոր բան է։ Այո։ Եվ այստեղ չեն կարող հասկանալ, որտեղ վստահությունը դեմոկրատական կուսակցության նկատմամբ եւ ինչն է վախացնում նաև ասում independent-ներին կամ անկախներին կամ ընդհանրապես ուրեմն հետարքրական մի բան դուք լսել եք երևի սոցիալ-դեմոկրատ DSA Democrat Socialist of America այսինքն շարժման մասին որտեղ գիտեք են Օկասիո-Կորտեսն ամեկել են Պակիստանցի ինչ են Ռաշա Թալիբա ինչա մի падգամավորի կա կոնգրեսական կա եւ Բերնի Սանդերսն էր բայց որը երբեք իրան չի ինքը համարվում էր որպես չգրված առաջնորդ այդ գաղափարների, բայց երբեք ինքը հասարակական կարելի ասել շարժում կազմակերպությունն է, որը ներգրաված է դեմոկրատական կուսակցության մեջ։ Մենք գիտենք Մամդանին է հիմա դրա առաջնորդներից Օկասիո-Կորտեսն է եւ այլն։ Սանդերսը հիմա անգամ սկսել է շատ ավելի այլ գաղափարների շեղվել, իսկն ավելի թեթև դեպի կենտրոն գնալ, այսինքն չի ուզում ամբողջությամբ իրան ասոցացնի հա նրանց հետ եւ նրանք գիտեք չէ ամենայն, չգիտեմ, պատկերացնում սոցիալիստները կոմունիզմին մոտ ինչ որ բան են ասում, չնայած իբր թե իրանք ասում են, որ իրանք մերժում են կոմունիզմը եւ պետք է ազատ ընտրություններ լինի միշտ, բայց եթե ազատ ընտրություններ լինի, ասենք պատկերացեք, դու գալիս ես 4 տարում սոցիալիզմ ես դնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հետո գալիս է կապիտալիզմը, ինչ ասենք 4 տարի մեկ պիտի կապիտալ, ամբողջ համակարգը փոխվի, այսինքն մի խոսքով, իրանք չեն կողմնորոշում, իրանք ինչ են ուզում, բայց հիմա ասում եմ թմբուկներ եւ ամենավտանգավոր բանը ուրեմն եթե նախկինում երկու ձայն ունեին իրանք այս անգամ primary-սներին այդ ուրեմն ընդ որում իրանք էլ այտենց բան են պրոպալեստինյան եւ այլն արդեն կարող են 8 հոգի անցկացնել սա կարծում եմ լուրջ թիվ է եւ սրա պատկերացրեք ներսում եթե 8-ն էլ անցնեն 8 կուսակցություն որը շատ ցանկացած բայ կարող կուսակցությունը դանակով մեջքից հարվածի տարբեր քվեարկությունների ժամանակ Դրա համար այդ էլ շատ հարաբերական է թե ինչ կլինի։ Մեզ մի րոպե մնացել խոսենք ազգային ժողովից այսօրվա ինչ տպավորություն ստացար։ Դե ասում եմ մի րոպեում այդ գեղեցիկ տպավորություններից իհարկե չեմ կարող ներկայացնել։ Դե գիտեք նույն բաները չեմ ուզում կրկնեմ, ուղղակի ինձ դեռևս շարունակում է տհաճ ու շատ վտանգավոր թվալ այս ամեն ինչը։ Եկեք այս երկու բառով տհաճ ու վտանգավոր ձևակերպեմ։ Տհաճը որ վստահում եմ։ Դա շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը կհանդիպենք։ Վաղը միշտ տեսություն։ Հաջողություն։